փոխոստիկանապետը ասում էր, որ իրենք ահազանգի հետքերով գնում են եւ լարվածություն ըստ էության չէր տեսնում։ Դուք կնկարագրեք իրավիճակը։ Վաղ առավոտից էստեղ ենք, ժամը 7:10-ից 15-ից էստեղ ենք, 8:15 րոպե արդեն, 14 կոտորակ 29 ընտրատեղամասի հարակից տարածքի խանութում, նկատել են կուտակում, մոտեցել եմ, երբ որ տեսել են տեսանկարահանում են, փորձել են հեռանալ իրարից, 45 րոպե անց նորից նույն անձիկ, նույն ուղղորդող անձը արդեն տարբեր գյուղացիների հետ կանգնած հստակ նորից ուղղորդում էր եւ երբ որ մոտեցա ոստիկաններին էլ խնդրեցի, որ մոտենան, ոստիկանները հրաժարվեցին մոտենալ, ասելով, որ չեն կարող ընտրատեղամասի մուտքը առանց հսկողության թողնել, բայց իրենք մի 30 հոգի կային այնտեղ, հստակ իրենց ղեկավարին խնդրեցի, ասեցի, եկեք միասին մոտենանք, ասեց չեմ կարող։ Այսինքն արձանագրում ենք, որ ոստիկանությունը մարդկային կուտակումներ ընտրատեղամասերի մոտ հրաժարվում է բաժանել իրարից։ Սա կարող է նաև կապ ունենալ նրա հետ, որ Արգիշտի Մեխակյանի գյուղն է եւ ամեն ինչ ուզում են անել, որպեսզի իշխանության կողմից ուղղորդված են բոլորը, քաղաքացիները վախեցած են, այդ ուղղորդող անձի տեսանյութերը կան, 2 անգամ տեսանյութ ես եմ արել, հաջորդ անգամ 14 կոտորակ 28-ում արդեն մեր Մայր Հայաստանի վստահված անձ Սարգիս Տեր-Եսայանն է տեսանկարահանել ժամը 10-ի մոտ Արգիշտի Մեխակյանի քվեարկելու պահին շքախմբով այդ ուղղորդող անձը եկել է, փորձել է նորից ուղղորդել եւ դրանից հետո իր առաքելությունը կատարելուց հետո եկել է 14:29-ում ինքը ընտրել է, ինչ որ մեկին էլ ասեց, որ իմ բարեկամն է խուլ է, ես նրա փոխարեն ընտրեմ, արձանագրել ենք դա գրանցամատյանում եւ կանխել ենք, չենք թողել։ Այդ մարդը կարողացավ ինքնուրույն ընտրել։ Դրանից հետո նորից այդ անձը ուղղորդում էր, նա Արագած գյուղի Հրաչի Խոպանչի տղան է, բնակիչ գյուղացիները ասեցին, որ Հրաչի Խոպանչի տղան է, ով ընդամենը մի քանի օր առաջ է եկել այստեղ, հապանաբար ԿՊԻ-ից իր խոպանչիությունը անելու։ Նա հստակ ուղղորդում է, այս պահին մենք տեղեկություն ունենք, որ մեր ահազանգի վրա հաղորդում, որ տվել էին հանցագործության մասին եւ ուղղորդումների մասին, ոնց հասկացանք ոստիկանները նրան տարել են, բայց դեռ այդ պարզապես գիտենք, հստակ չի։ Արձանագրություններ կազմել ենք, այո։ Ընտրախախտումներ շատ կան։ Այստեղ էին նաև եվրոպական դիտորդներ, ում մոտեցա եւ ասեցի, որ ընտրախախտումների եւ կուտակումների մասին եմ ուզում խոսել։ Իրենց բերեցի կուտակումը ցույց տվեցի, տեսան, բայց ասեցին մենք սա չենք կարող արձանագրել, սա դուք կարող եք արձանագրել։ Մենք արձանագրում ենք միայն ընտրատեղամասում ընտրության բնականոն ընթացքը։ Այսինքն արձանագրում ենք, որ Նիկոլին ժողովրդավար եւ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն համարող եվրոպական կազմակերպությունները չեն ուզում տեսնել ակնհայտ ուղղորդումները, չեն ուզում տեսնել ընտրախախտումները, նրանց պարզապես պետք է սևով սպիտակի վրա արձանագրել ձևականորեն, ֆիկտիվ ձևով արձանագրել, որ ընտրությունները բնականոն ընթացք ունեն։ Բնականոն ընթացք չունեն Արագած գյուղում, Արագած գյուղում ընտրողները վախեցած են, բոլորը ուղղորդված են, նրանց բերում են ընտրատեղամասեր մեքենաներով տանում են, մարդիկ սարսափած են եւ ահուդողի մեջ գալիս են, երբ մի քանի տատիկ էլ ընտրելուց հետո ասեցին, վայ հոգիս ազատվեց, պրծա։ Այսինքն այսպես, նաեւ արձանագրել ենք մի դեպք։ Դիտորդները արձանագրեցին 14 կոտորակ 29-ում, երբ որ ընտրողը փորձել էր քվեաթերթիկը դուրս տանել գրպանով, դա կանխել ենք, այդ երևույթը կանխել ենք։ Իսկ այլ ընտրատեղամասերից տեղեկություններ ունեք, նույն իրավիճակն է։ Նույն իրավիճակն է, նաև հասցեներում շատ են անծանոթ մարդիկ, ովքեր գրանցված են, մարդկանց մեր մոտ էլ, երբ որ ասեցին, այս մարդիկ ով են մեր տան վրա գրանցված են, ասեցի կարող եք անձնագրային բաժին դիմել հասկանալու համար, թե ոնց են նրանք հայտնվել ձեր հասցեում գրանցված, ասեցին շարից փորձանքից հեռու։ Այսինքն ակնհայտ է, որ մարդիկ սարսափում են քաղաքացիական պայմանագրից եւ ուղղակի կոչ եմ անում, որ սիրելի ընտրողներ, մի վախեցեք, ոչ Նիկոլը, ոչ ԿՊ-ն, ոչ ձեզ ուղղորդող այդ 10 ովչիկները, նրանցից ոչ մեկը ձեզ չի կարողանալու վերահսկել եւ իմանալ, թե դուք ում ընտրեցիք։ Դուք ընտրեք ձեր խղճի մտոք, ընտրեք ազգային ուժերին, ընտրեք ընդդիմադիր ազգային ուժերին, որպեսզի կարողանանք մեր երկիրը այս կործանումից, այս թրքացումից ազատագրել։ Շնորհակալ